որ ընթացնի 14-րդ գլուխն ասում է, բայց հիմա եղբայր, եթե ձեզ մոտ գամ եւ լեզուներով խոսեմ, ինչ օգուտ կտան ձեզ, եթե չխոսեմ ձեզ հետ կամ հայտնությունով, կամ գիտությունով, կամ մարգարությունով, կամ վարդապետությունով։ Հիմա լեզուներով խոսում եք, լեզուներով խոսալը չեք մերժում, հրաշալի է, որտեղ լեզուներով խոսացողները դրանք Սուրբ Հոգով մկրտվածներ են, ինչպես Տեր Հիսուսը խոստացավ, որ ինչպես Հովհաննեսն ասեց, որ ես ջրով եմ մկրտում, բայց շատ քիչ հետո կմկրտվեք Սուրբ Հոգով, եւ Տեր Հիսուսն է մկրտողը Սուրբ Հոգով, Հիսուսը ասաց կսպասեք, որ ես մկրտելու եմ ձեզ Սուրբ Հոգով, Երուսաղեմից հետո չգնաք, որ կգնամ ելքի, ուղարկեմ խոստացած Սուրբ Հոգին եւ ուղարկես 10 օր հետո Սուրբ Հոգին։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ այդ հոգին հիմա իմ մեջ է, այդ հոգին քո մեջ է։ Եվ եթե այդ հոգու հետ դու համամիտ չես, ավետարանն ասում փորձեք, տեսեք, ինչ հոգիներ են ձեր մեջ, որտեղ Աստծո հոգին սիրո հոգի է։ Ամեն։ Հիսուս բոլոր իրեն խաչողներին ու հավիողներին խաչի տակ չեր անիծում եւ ասում դուք դժոխք եք գնալու, որտեղ սա Տիրոջ հոգին չի։ Ասում էր սիրելով իրենները մինչև վերջ սիրեց նույնիսկ Հուդային եւ Հուդայի ոտերը լվաց։ Եվ ինչ ասեց։ Ասեց հայրների սրանց, որտեղ չգիտեն ինչ են անում։ Թողություն տվեց, ներում տվեց։ Եվ սա ամենակարևորը։